Սկից առաջ ես կուզեի, որ բոլորս սրտի խորքից ասենք փառք Աստծուն, փառք Տիրոջ, փառք Աստծուն։ Ուզում եմ կարդալ ինձ համար եւ ձեզ համար Հովանու ավետարան 8-րդ գլուխ 28 խոսքից, Հովանու ավետարան 8-րդ գլուխ 28 խոսքից, 28 եւ 29 համարները։ Իսկ Հիսուսը սավ անոնց։ Տեր Հիսուսը անձամբ խոսեց եւ ասեց, եւ Հիսուս ասեց նրանց. Երբ որդին մարդու բարձրացնեք, այն ատեն պիտի գիտնաք, թե ես եմ։ Երբ որդին մարդու բարձրացնեք, այն ատեն պիտի իմանաք, թե ես եմ։ Ու ինքիր մեզ բան մեջ չեմ եներ, այսինքն ինձանից ոչինչ չեմ անում։ Տեր Հիսուսը այստեղ նայում ենք, որ գրված ինքն էլ ուներ ազատ կամք։ Ու ինքիր մեզ բան մեջ չեմ եներ, հապա հայրը ինչպես ինձ սովորեցրեց, այնպես կխոսեմ։ Շատություն դարձեք շատ կարևոր խոսք է դա։ Հապա ինչպես հայր ինձ սովորացրեց, այնպես եմ խոսում։ Ուրեմն Տեր Հիսուսը ուներ ազատ կամք, բայց նա իր կամքը իրոք որ նա իր կամքն չէր կատարում, նա հոր կամքն էր կատարում։ Շարունակությունը 20-ի խոսքը. Եվ զիզ ղրկողը ինձի հետ է։ Տեսնենք ինչ պայմանով որ հայր Աստված իր հետ էր։ Եվ զիզ ղրկող ինձի հետ է։ Հայրը զիս մենակ չթողեց, վասնզի ես միշտ անոր հաճելի եղած բաները կենեմ։ Հայրը ինձ չթողեց, մենք կարդում ենք նորից եմ, մենակ չթողեց նրա համար, որովհետև ես իր հաճելի եղած բան եմ անում։ Բայց ես միշտ անոր հաճելի եղած բաներն եմ անում։ Հոգևոր կյանքում դա լինի հին ուխտում եւ նոր ուխտում, միայն հավատացյալի հաղթությունը, ինչպես բոլոր ուսուցումները գնում այդպես։ Եթե քո կյանքում Աստծո խոսքն է բարձր, ոչ մի ուժ քեզ չի կարող հաղթել։ Ինչի՞ համար առաքյալն ասում է, երիտասարդներ դուք ուժով եք։ Որ դեպքում եք ուժեղ, որովհետև Աստծո խոսքը չասում լավ գիտեք։ Լավ իմանալ ուրիշ է, բայց ձեր մեջ բնակված է Աստծո խոսքը։ Ոչ թե մարդու ընդամենը գիտելիքների մեջ, մարդու սրտի մեջ է բնակված Աստծո խոսքը։ Դրա համար հաղթեցիք չարին։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, միշտ էլ Աստված, որ ինչ որ պատվիրել է մարդուն հին ուխտում, եթե ովքեր իր Աստծո խոսքով են արել, ուրիշ ոչ մի բան չեն ավելացրել, Աստված իրանց կյանքում միշտ էլ իրանց հետ եղել եւ իրանց օրհնել է։ Ես հաճախ այդ մասին ես վերջերս անդրադառնում եմ։ Եթե ինչ կլիներ, որ սովորաբար Նոյը տապանի վրա մի երկու բան ավելացներ, մի հատ էլ լուսամուտ բացեր, մի հատ էլ երկրորդ դուռը աներ, ինչ կլիներ։ Վերջ-վերջով այդքան բավարար բան չկար։ Թե մի դուռ լիներ, թող երկու դուռ լիներ, թող ավելի լուսավոր լիներ։ Մի բան կարող ենք հասկանալ, որ այդ տապանը չէր բարձանա։ Եթե Մովսեսը, որ ուներ իմաստություն, մի երկու բան ավելի գեղեցիկ աներ, երբ որ խորանը պատրաստվում էր։ Մի երկու հատ գույն ավելացնին ավելի գեղեցիկ աներ, երբեք Աստծո ամբը չեր իջնի։ Օրհնությունը չեր իջնի, եղբայրներ քույրեր։ Ես ժամանակի պատճառով ուղղակի համարները չեմ ուզում բանալ, ուղղակի այն ինչ որ մասին խոսում եմ, շատերը գիտեք, գնացեք տուն, փնտրեք, գտեք, տեղերը գտեք, որոշ բաներ կասեմ։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, միշտ էլ հաղթությունը եղել հավատացյալի կյանքում, երբ որ ինքը հնազանդ եղել Աստծո խոսքին։ Ու ինչպես գրված է, եւ Տերն ասեց, որ Աստծո խոսքերը ծանր չեն, որ մեկն ասի ես չեմ կարող դա անել։ Ես չեմ կարող հնազանդվել ամբողջովին։ Աստծո խոսքը ունի իր զորությունը, ունի իր զորությունը գործելու, երբ որ դու հնազանդվում ես։ Եկեք անդրադառնանք նորից հին ուխտում, դատավորած գրքում գրված այդ խոսքերը։ Հիշում եք դատավորած գրքում Սամսոնի մասին։ Սա դատավորած գրքում է գրված, եղբայրներ քույրեր, դատավորած 16-րդ գլուխ։ Հետարքիր է։ Սամսոնը, որ սկզբից որքանի որ ինքը հնազանդ էր Աստծո կամքին, որպես ուխտավոր, Աստված պատվիրել էր, մարդը չէր ասել։ Երբ որ սկզբից նա հնազանդ էր, ոչ մեկը չէր կարող նրան վնաս հասցնել։ Ոչ մեկը։ Միջ անգամ գրված է քաղաքի դարպասները ամուր փակեցին, որ Սամսոնին բռնեն։ Այդ դարպասները այնքան մեծ էին, որ ով գիտես ինչքան մարդիկ պետք է դարպասը կարողանան տեղափոխել։ Միայն ինքը ամբողջովին քանդեց, վերցեց, տարավ, գցեց սարալանջի վրա։ Ինչ փորձում են անելու, Սամսոնին չեն կարող հաղթել։ Հələ եկեք մտածեք, ով կարող է, թեկուզ ասում են ոչ թե երկու աղվես բռնել, գոնե մի աղվես բռնել։
Մի հատ աղվես գոնե բռնե դաշտից։ Ոնց հասկանանք մոտարապես 100 աղվես 300, հա, 300 լես։ 300 աղվես ոնց կարող է մարդը բռնել։ Էներ պոչ-պոչի կապել կրակը դնել մեջտեղ ու բաց թողել դաշտերի վրա, ծորերի վրա։ Եղբայրներ, քույրեր, հետարքիր է, Աստված, որ մեկին տալիս է իշխանություն, զորություն, ինչպես հոպի գրքում գրված է, կենտանական աշխարհն էլ հնազանդվում։ Բնությունն էլ հնազանդում։ Ու գրված է կենտանի հետ դաշի կանում նա։ Քարերը չեն կարող նա վնասել։ Այդ իշխանությունը, որ Աստված տվել է զորություն, տվել իշխանություն, բայց կորցրեց։ Գիտեք, մենակ մտածում ասում եմ Տեր, հետարքիր է, դեպքեր կա, որ քանունը փառավորվում է, դեպքեր կա նույն մարդու միջոցով քանուն անարգվում է։ Մի ժամանակ այս ժողովուրդը, փղշտացի ժողովուրդը հետարքիր ասում են, որ ինչքան Աստված այդքան զորավոր է, որ այդ մարդուն այդքան իշխանություն է տվել զորություն, մենք չենք կարող հաղթել։ Բայց երբ որ ինքը մեղքի պատճառով, աննազանդության պատճառով կորցրեց, նորից իր միջոցով Աստված ծաղրվեց։ Ու գիտեք ինչ են ասում։ Ասում են մեր աստվածները զորավոր են։ Տեսակ ոնց Սամսոնին հաղթեցին։ Տեսան ոնց պատկացել կարողացան կուրացնել։ Եվ Սամսոնը այն աչքերը, որը ինչպես շատ իր աչքերը եղբայրը որ խոսած Պավել եղբայրը, շատ անգամ պատճառ են դառնում գայթակղության, հրապուրանքների։ Երբ որ ծնողներ ասեցին Սամսոն դու գործ չունես այդ թլպատների հետ, որը կռապաշտ ենք, նրանք ասում չեն պաշտում։ Եվ գիտեք ինչ պատասխան տվեց, հիշում եք։ Իմ աչքերին հաճելի են։ Դալիլան երրորդն էր, գիտեք, գնացեք արտացեք։ Դալիլան երրորդ անձն էր, որը ինքը այդ մեղքի կյանք էր ապրում։ Դրա համար այդ նույն աչքերը փորվեց եւ ջաղացի գրվածը քարապետը ասում էր. Ինչ լծեին նա պետք է աղար։ Ուսեցի ծաղրել։ Ինչի Սամսոնը պետք է այդ պիղծերի հետ, կռապաշտների հետ մեռներ եւ ծնողները գային տանեն թաղեին։ Ինչի այդպես պետք է լիներ։ Միթե Աստծո կամքն էր, որ անարգվեր Տիրոջ անունը։ Եթե ինքը մնար միջև վերջ հավատարիմ, նա միշտ էլ հաղթություն պիտի ունենար։ Ես շատ անգամ այս վերջի ժամանակն ասում եմ, եղբայրներ, քույրեր, կարևոր է սա։ Շատերի համար կարող է Տեր Հիսուսը լինել ալֆան, բայց ոչ օմեգա։ Իրանի թեին հավատացյալը, որ կարող են իրոք որ պահպաներ իր համար Քրիստոսը լինի եւ ալֆա եւ օմեգա, սկիզբը եւ վերջը։ Շատերի կյանքում սկիզբը լավ է լինում, վերջում լավ չի լինում։ Վերջում լավ չի վերջանում կյանքը, կամ մեղքի կյանք, կամ պարտության կյանք, կամ աշխարհի կյանքը, բայց Տերը դրա համար չի կանչել։ Նա մեզ համար եւ ալֆա է եւ օմեգա, սկիզբը եւ վերջը պետք է լավ լինի։ Պարտվողն է ուրախանում թե հաղթողը։ Հաղթողը միշտ էլ ուրախ է։ Պարտվողը միշտ էլ երբեք չի կարող ուրախանալ։ Եղբայրներ, քույրեր, եթե սովորաբար մենք նայում ենք, հետարքիր է։ Աստծո խոսքին։ Նայ տեսեք։ Երկրորդ թագավորած 6-ի առաջինում գրված է։ Երկրորդ թագավորած 6-րդ գլուխ առաջի խոսքը։ Երկրորդ թագավորած 6 առաջինը։ Երբ որ տապանակը պետք է փոխեն, Դավիթ թագավորը պատվիրեց, որ տապանակը տեղափոխեն նոր սայլի վրա։ Այսինքն նոր սայլեր, եզներ, որ օգտագործված չեն։ Մտածելով, որ գոնեն մի սայլ, որը չի օգտագործվել, եզները, որը ուժ բանի չեն օգտագործել, տապանակը տեղափոխելու։ Եվ մեծ ուրախություն էր։ Ինչքան վատ է, գիտեք, սովորաբար հանկարծ հարսանիքի ժամանակ մահ է տեղ ունենում։ Հարսանիքի ժամանակ վթար է տեղ ունենում։ Եղել է հարսանիքի ժամանակ, որպեսզի ես այդ ասում եմ հավատացյալներ ուշադիր եղեք։ Չգնաք այն հրապուրանքների, ինչպես աշխարհն անում։ Երբ որ հարսի նստածրել են ձիու վրա, սպիտակ ձիու վրա, նկարանելու, վերջ-վերջում այսինքն ուրախանալու։ Հանկարծ չգիտեմ, ժամանակ ինչ էր, կրակոց են եղել, բան եղել, այդ ձին խրտնել է ու միանգամից գցել է ողնաշարը կոտրվել, վերջացավ անտամալուց եղավ։ Ուրախությունը փոխվեց տխրության։ Դավիթը շատ էր ուրախանում, տապանակը վերջապես պիտի տեղափոխվի, բայց Ոզյան մեռավ։ Երբ որ Սայլը պիտի ծռվեր, երբ որ Ոզյան ձերքը մեկնեց, որ լավ բան արեց, նա վատ բան չէր անում, բայց խփնվեց անմիջապես։ Դավիթը շատ տխրեց, ժողովուրդը ու այդ ուրախությունը փոխվեց տխրության, ինչի համար։ Անկախ նրանից թվացող թե ուրախություն կլինի, ինչ կլինի, եթե մի բան Աստծո խոսքով չի, Աստված երբեք չի օրհնում, համաձայն եք։ Ամբողջ աշխարհը կանգնասի, Տեր օրհնի, չի օրհնելու։ Եթե մի բան Աստծո խոսքով չի, ինչ ուզում ես արա, այդ թվացող ուրախությունը փոխվելու է ողբի եւ լացի։ Եղբայրներ, քույրեր, որտեվ Տեր իր խոսքի հետևում կանգնած է։ Հոգևոր կյանքում լինում են դժվարություններ։ Շատ անգամ ես ասում եմ ամուսնացածներին, երբ որ սովորաբար դու քույր ես հավատացյալ, քո ամուսին հավատացյալ չի։ Այստեղ դու փորձում ես, պետք է փորձվես։ Քո հավատարմությունը, քո հաստատությունը պետք է երևա։ Հնազանդվում ես Աստծո խոսքին, որին ես որ ավելի շատ տեղ տալիս։ Ինչի է գրված, առաքյալն ասում է,
Եթե դուք ուզում եք մարդկանց հաճելի լինել, ուշադիր եղեք, մեկը ամուսին է, մեկը կինն է, մեկը բարեկամն է, մեկը հարազատ է, մեկը նաճալնիկ ղեկավարն է, եթե դու ուզում եք իրան հաճելի լինել, Քրիստոսին ծառա երբեք չկարող լինել։ Կամ պետք է իրան հնազանդվես, կամ Աստծուն պետք է հնազանդվես։ Երկու տիրոջը ոչ մեկ չի կարող ծառայել։ Մեր կյանքում լինում են դժվարություններ։ Երբ որ հարսանիքը լում ասում է ամաչելուց parեցի, ամաչելուց ասեցի ես էլ parել։ Եղբայրներ, քույրեր, ո՞նց հասկանանք դա։ Եթե քո համար խոսքը բարձր է, եթե խոսքը քո համար տիրոջ անուն ավելի բարձր է, ինչպեսի իրավիճակ պետք է լինի, դուք պետք է կանգնեք ճշմարտության կողքը։ Ես մեկ ասում եմ ոմանք որ անլուրջ են նայում, չէ դրան։ Եղել է դեպքերում գյուղում խոսում են ասում են, անտեսեք հավատացյալներին ատեն պարում։ Մանավանդ գիտեք առաջ հիմա այդպես չի, փոխվել է։ Առաջ ղեկավար պաշտոնյաները որ գալիս են այս բարեկամի հարսանիքին, ամուսինը, կինը, երեխաները, ոչ մեկը չէր լինում մարմինը շարժելու։ Նրանք շատ ծանր էին իրան պահում, որպես պաշտոնավոր։ Բա հոգևորը, սուրբ հավատացյալը։ Շատ անգամ գիտեք սատանան որ օգտագործում է։ Մեկը տնաս հատուկ աշկը քո վրա է։ Արի, ամոթ է բա, հարսու փեսայի, բարեկամությունը, միա չպարես։ Ամաչելուց գերի է գնում։ Հետո խայտարակը լինում։ Ես մեկ ասում եմ, միթե կար, եթե հավատացյալ հասկանա, որ ինքը տաճար է Սուրբ Հոգու, ոնց կեր իր մարմինը շարժել։ Մարմինը շարժել մարդկանց առջև։ Քրիստոսով եղբայրներ քույրեր։ Այն հավատացյալը, որը ճշմարտության կողմն է, հնազանդ է Աստծո խոսքում, ինչպես Տերն ասեց, որովհետև Հայր ինձի հետ է, միշտ նրան հաճելի եղածն եմ անում։ Մինչ անգամ Տեր Հիսուսը տառապանքի մեջ, ծանր վիճակի մեջ, որ աղոթք էր անում, գրված է նրա քրտինքը արյան կաթիլի մոտ թափում էր, եւ ինչ էր խնդրում, հիշում եք։ Խնդրում էր հետեւյալ ուշադիր եղեք։ Հայր, այս գավաթը ինձանից անցկացրա, թեկուզ դժվար է, բայց հետո ինչ ասեց, ո՞վ հիշում։ Բայց թող քո կամքը լինի։ Թող իմ կամքը չլինի, թող իմ ուզածով չլինի, դարձյալ թող քո կամքը լինի։ Եղբայրներ քույրեր, ես չէր այդ պահը, բայց ասեց դժվար է, գավաթը դառն է, բայց թող քո կամքը լինի, թող իմ կամքով չլինի։ Նա միջև վերջ հնազանդվեց Աստծո կամքին։ Եղել է դեպք։ Տարիներ առաջ մեր եղբայրից հետ կատարվել է։ Հետարքին ինք ասում է, հավատքի մեջ այդքան փորձառու չէի։ Բայց ինչ էր կատարվել իր կյանքում։ Երբ որ իրան սուիպետը կանչել է գրասենյակային աշխատողը, կանչասեր էր միած ստորագրի, մի քանի հազար ռուբլի դնի իր գրմանը, սուիպետը, նաճալիկը։ Ասում է բլանկը վերցեցի, դուրս եկա ու շատ տխրեցի։ Մտածեցի, ես ո՞նց կարող եմ այդ կեղծիկի մասնագետներ եւ գրել, ու միջև ինքը չգրել, բան չանել, այդ փողը լուրջ չեն գրի։ Եկել եմ գրասենյակ, աշխատողներ կային, եւ որ գիտեն, որ ես հավատացյալ եմ, ուշադիր եղեք բոլորդ։ Կողքից աշխատողները տղաներ ասեցին, հա, ինչ եղավ։ Ինչ եղավ ասեց, հա։ Ինչ որ իրանք արդեն գիտեն, որ այնտեղ արդեն բանը պետք է լրացնի, ստորագրի, փող պետք է դուրս վերցի օգտագործի։ Այդ եղբայրը պատասխանում է։ Ասում է, գիտես ինչ, տղաներ, ես պտուղ առել եմ իմ ձեռքը, պտուղը իմ ձեռքն է։ Ախ, Իրանի թե Եվան այդ ձեռքում մնալ այդ պտուղը չկծեր, ինչ կլիներ, հա։ Ինչ կլիներ չկծեր։ Որ չկծեր պարզավոր լավ կլիներ։ Ասեց, ես իմ ձեռքում վերցրել եմ պտուղը, բայց չեմ կծել ու չեմ էլ կծի։ Այդ բլանկը դա պտուղն է։ Դա սատանայի կողմից ուղարկված է, չեմ կծի ու չեմ կծելու։ Ասի դեղեր քան լեմա դուրս եկեք։ Երբ որ դուրս եկան, ասի ելեք դուրս, ես պիտի աղոթք կանեմ։ Գրասենյակից դուրս հանեցի, ծնկեք աղոթք արի, Տեր, դու ինձ պիտի զորություն տաս։ Դու ինձ պիտի տաս հաղթություն, որտեվ ես համաձայն չեմ։ Ինչպես եղբայրն ասեց, ովքեր համաձայն չեն, հոժար չեն, թե չէ պատերազմը մտքի կա։ Մի մտածեք, որ Պավելի հետ չի լինում, ինձ հետ չի լինում մտքի պատերազմը, միջև մեր կյանքի վերջը կա այդ պատերազմը։ Բայց որ մենք հոժար չենք, հաղթությունը մերն է, Տերը տալիս հոժարություն։ Հենց որ հնազանդվեցիր, արդեն մեղքը կատարվի։ Տեսար, ցանկացար։ Ասում է, ինչ արեց, աղոթք արեցի, Տեր ինձ ուժ տվեց, որտեղ ես համաձայն չէի։ Տարասեցի առ, ես դու գիտես, որ ես հավատացյալ եմ, ես կեղծիկը չեմ անի։ Հետարքիր ասում է, սուիպետը մի հատ ձեն հանեց, անես մի հատ գոռոց հանեց, սաղ աշխատողները գրասենյակի թափան եկան, դուռը բացի ներս մտանացին, ինչ եղավ, կարող ինֆարկտը խփեց։ Միգուցե մարմնի ինֆարկտ չեղավ, բայց հոգևոր ինֆարկտ եղավ։ Եղբայրներ քույրեր, սա պարտությունից նա գոռաց, երբ որ ասում է, ես դուրս եկա որպես հաղթական, որ ես չգնացի մեղքին, ես ճշմարտության կողքը կանգնեցի։ Եվ գիտեք, ասում է, այդ անձավորությունը ինչ էր ասում։
Ինձ հաճախ ասում էր, այդ օրներ ասել, գնա, սպանաղ ուտող, գնա սպանաղ ուտող։ Այսինքն ես քաբաբ եմ ուտում, սպանաղ ուտում, բան եմ ուտում, խորոված եմ ուտում, դու սպանաղ ուտող ես, հավատացյալ։ Բայց 20 մոտ 30 տարի առաջ այդ քաբաբ ուտողը մահացել է, խորոված ուտողը, բայց մեր սպանաղ ուտող եղբայրը միջի հիմա կա ծառայում է Տիրոջը, փառ Տիրոջ ասենք։ Եղբայրներ քույրեր, կարող են անարգել։ Դրա համար խնդրում եմ ձեզի, փորձությունները միշտ կա հոգևոր կյանքում, դուք ճշմարտության կողմը կանգնեք։ Դուք նայեք Քրիստոսին, նրա խոսքով։ Այդ խոսքով է հաղթությունը, ամբողջ աշխարհին հաղթությունը միայն հավատացյալ է, որ ինքն ազանվ է Աստծո խոսքին։ Հետարքիրը, ինչ կատարվավ կարդում ենք Առաջի գիրք թագավորած 15-րդ գլուխ 10 խոսքից։ Առաջի գիրք թագավորած 15-րդ գլուխ 10 խոսքից մինչև 19 22 կարտակներում։ Առաջի գիրք թագավորած 15-ի 10 խոսքից եղբայրներ քույրեր։ Ես 10 խոսքից պետք է կարդամ, եկել 10-ից վերջ այդ խոսքերը կարևոր են։ 15-րդ գլուխ Առաջի գիրք թագավորած 10-րդ խոսքը եւ 15 խոսքից։ Եվ Տիրոջ խոսքը Սամվելին եղավ ասելով. Սավուղ թագավոր ընելուս զղջացի։ Սավուղ թագավոր, ասենք որ ես դրեցի, բայց զղջացի։ Քանզի ինձ մե ետ դարձավ, ինչ ուշադրություն դարձեք։ Ինձ մե ետ դարձավ։ Չի նշանակում, որ ինքը մերժեց, ասեց Աստված չկա։ Եթե սովորաբար, որ դու Աստծո խոսքը չես ընդունում, նշանակում է իրան մերժում ես։ Ինձանից ետ դարձավ, ու իմ խոսքերս չկատարեց։ Եվ Սամվելը տրտմեցավ բոլոր գիշերը Տիրոջ աղաղեց։ 15 խոսքը, երբ որ հետ էր վերադարձավ Սավուղը։ Իսկ դու ինչու համար Տիրոջ ձայնին հնազանդություն չրիր, եւ ավարի վրա ինալով Տիրոջ արժեվ չարություն երիր։ Եվ Սավուղն ասեց Սամվելին. ահա ես Տիրոջ ձայնին հնազանդություն երի, ու Տերը զիս, որ ճամփային ղրկեց, ան ճամփային գացի։ Եվ Ամաղեկ թագավորը Ագագը Ամաղեկի, եւ գրված Ամաղեկի թագավոր Ագագը բերի։ Եվ Ամաղեկը նզովացի պես բնաջին ջրի։ Սակայն ժողովուրդը այն ավարին ոչխարներ ու արճաններ առավ։ Նզովազներին համասում է, ինքն իր բերանով ասում է, նզովազներին գրված է ամենեն աղեկները, որպեսզի զանոնք գաղգաղայի մեջ քո Տեր Աստծուն զոնեմ։ Ասում է, ես ասում է, ժողովրդի ասենք ասածով ավարեն ոչխարներ ու արճաններ առավ, վերցեցի նզովազներից ամենեն աղեկները։ Շարունակությունը 22 խոսքը։ Եվ Սամվելն ասեց. Միտե Տիրոջ արչև ողջակեզները ու զոհերը Տիրոջ ձայնին հնազանդություն ընելու չափ հաճո են, հնազանդությունը զոհեն ու խոսքը մտիկ ընելը խոյերու ճարպեն աղեկ է։ Քանզի, ուշադրություն դարձեք 23 խոսքը, քանզի ապստամբությունը կախարդության մեղքի պես կախարդության ու կամակորությունը կռապաշտության պես է, որովհետև դու Տիրոջ խոսքը մերժեցիր, անիկալ քեզ մերժեց։ Անիկալ քեզ մերժեց։ Հայտության մեջ գրված է. Երկրագնդի վրա պետք է փորձություն։ Տերը այսպես է ասում. ով իմ խոսքը պահի, ես իրան պետք է պահեմ։ Ով իմ խոսքը պահի, ով իմ խոսքով ապրի, ես իրան պետք է պահեմ։ Ոնց կլինի, եթե մենք իր խոսքը չպահենք, ու ասենք Աստված մեզ պահի։ Հնարավոր բան չի։ Եղբայրներ քույրեր, եթե սովորաբար մենք նայում ենք, տեսեք, ամեն ինչ Աստծո խոսքով է մարդու մեջ որ առաջանում է։ Որտեղից է գալիս խոնարհությունը, որտեղից է գալիս, կարող կասել։ Աստծո խոսքին ազանդության։ Որտեղից է գալիս իմաստություն մարդու մեջ։ Աստծո խոսքին հնազանդվելով։ Երեմիան մարգարեացել է, տեսեք գրեք այդ համարը։ Երեմիա 8:9 գրված է։ Երեմիա 8-րդ գլուխ 9 խոսքը։ Ահա Տիրոջ խոսքը անարգեցին։ Այլ անոնցքով ինչ իմաստություն կմնա։ Ասում է, եթե ահա Տիրոջ խոսքը անարգեցին, այլ նրանց մոտ ինչ իմաստություն կմնա։ Այսինքն, եթե դու Տիրոջ խոսքը անարգել ես, երբեք մի փնտրի, որ քո մեջ իմաստություն պետք է գործի։ Սուրբ ոգումարությունը քո միջոցով պետք է գործի, ոչ երբևիցե։ Հակառակ պետք է անես անմիտ բաներ, հիմար բաներ, այնպիսի բաներ, ոնց ասած, որը սովորաբար իրոք որ եւ Տիրոջը փառք չի բերում, եւ սովորաբար հաջողություն չես ունենա։ Հեսուն պատվիրեց։ Աստված խոսեց Հեսուի միջոցով, բանի միջոցով, Մովսեսին պատվիրեց, Հեսու առաջի գլուխը գնացեք արտացեք։ Հեսու առաջի գլուխ գնացեք արտացեք։ Ասեց զորացիր քաջ եղիր Հեսու։ Քո գնալու ճանապարհը գնա։
Եթե դու իմ օրենքների մեջ մնաս, պատվիրանքների, կանոնների մեջ մնաք, հաջողություն պիտի ունենաս, որտեղ որ գնաս, որտեղ որ ոտքը դնես, դու անպայման հաջողություն կունենաս։ Եվ Հեսուն մեռնելուց առաջ էլ պատվիրեց, ասեց. նայեք տեսեք, Աստված է, որ այսքան գործեր արեց մեր կյանքում, ինքը մեր տեղը պատերազմեց, մեկը 1000-ին կոտրեց, ոչ մեկը չկարողացավ դեմ կանգնել, նրա համար էր, որ մենք հնազանդվեցինք։ Եթե դու այդպես հնազանդվեք, թշնամիները ձեզ չեն կարող ոչինչ անել։ Դուք միշտ օրդություն կստանաք, բայց եթե դուք չհնազանդվեք, թշնամիները ձեզ նեղության մեջ պետք է գցեն։ Այսինքն դուք երբեք հաջողություն չեք ունենա։ Հոգևոր կյանքում այդպես եղբայրներ քույրեր։ Այն հավատացյալը, որ սիրում է Տիրոջ իր խոսքը, շատ անգամ գիտեք, երիտասարդ հավատացյալին գիտեք ինչ խորհուրդ եմ տալիս, երբ որ ամուսնության հարցով մոտենում են։ Ասում եմ, քո ամուսնության հաջողությունը քեզանից է կախված։ Ինչքանով ես դու անկեղծ Տիրոջ առջև, ինչքանով ես դու հնազանդ Տիրոջ խոսքին։ Եթե դու իրոք որ մաքուր ես, Աստված քեզ մի հատ մաքուրի է բերելու։ Մեր ավակ եղբայրները, որ ամուսնացել են Տիրոջ շնորհքով, Տիրոջ հայտությամբ, մի հատ թավակալի քույրիկ չեն ամուսնացել։ Աշխարհասեր մեկ չեն ամուսնացել։ Այնպեսի լուրջ քույրիկներ են ամուսնացել, ու իրանց կյանքի քան տարիները բանտում են նստել, եւ նրանք մինչեւ վերջ հավատարիմ են մնացել։ Եղբայրներ քույր հավատարիմ են մնացել։ Եվ իրանք էլ ծառայել են Տիրոջ առանց արգելքի։ Եթե ովքեր ուզում են լավ ընտանիք կազմեն, առաջինը պետք է իրանք լավ լինեն Տիրոջ առջև։ Պետք է մաքուր սիրտ ունենան, անկեղծ լինեն Տիրոջ առջև, որ Աստված էլ կօրհնի իրանց, անպայման կօրհնի։ Այդպես է, հոգևոր կյանք այդպես է։ Դրա համար թող Աստված օգնի Քրիստոսով եղբայրներ քույրեր, եթե սովորաբար մենք նայում ենք բոլոր դարերում, ովքեր միշտ ապրել են Տիրոջ խոսքով, ոչ թե մարդկային խոսք ավելի բարձր են ասել։ Դրա համար շատ հաճախ ասում ենք, որ շատ տեղերում, շատ խմբերում, ուրիշ տեղերում էլ, գիտեք ինչն է բարձրանում, մարդկային հեղինակություն է բարձրանում, մարդկային հեղինակություն։ Այո, բայց Աստծո խոսքի հեղինակությունը ընկնում է։ Այսօր մեր կյանքում, ոչ թե դա վերաբերում է միայն քարոզիչներին, բոլորս է վերաբերում, մեր կյանքում, մեր ընտանեկան կյանքում, եկեղեցում պետք է Աստծո խոսքի հեղինակությունը բարձրանա։ Այդ խոսքը իր գործը պետք է անի։ Այդ խոսքը պետք է հաստատվի նշանով, հրաշքներով, զորությամբ, եղբայրներ քույրեր։ Այո, հնարավոր չէ որ չկատարվի։ Դրա համար թող Աստված բացի մեր աչքերը, որ մենք իրոք որ հնազանդվենք։ Տեսնենք Երեմիա մարգարին ինչ է մարգարացել, այսօր ինձ համար եւ ձեզ համար այստեղ էլ պետք է կարդամ։ Սա գրված է Երեմիայի 7-րդ գլուխ 23 խոսքից։ Երեմիա մարգարության, ոչ թե ողջ Երեմիա, Երեմիա մարգարությունը 7-րդ գլուխ 23 խոսքից պետք է կարդամ։ Հապանոց այս բաներ հրամայեցի ու ասեցի. իմ ձայնս մտի գրեք։ Հապանոց այս բանը հրամայեցի ու ասեցի. իմ ձայնս մտի գրեք։ Ու ես ձեզի Աստված լինեմ, ու դուք ինձ ժողովուրդ լինեք։ Եվ ձեզի ամեն հրամայած ճանապարհներուց մեջ քայլեցեք։ Եվ ձեզի ամեն հրամայած ճանապարհներուց մեջ քայլեցեք, որպեսզի ձեզի աղեկ լինի։ Եթե իմ հրամայած ճանապարհների մեջ քայլեք, ձեզի աղեկ պետք է լինի։ Շարունակությունը, բայց անոնք մտիկ չրին, ականջներից սռեցին, հապա իրենց չար սրտի կամակորությունով իրենց խորհուրդներուն հետևեցան ու ետ գացին եւ ոչ թե առաջ։ Իրենց սրտի կամակորությանը հետևեցին, ոչ թե Աստծո խոսքին։ Իրանց սրտի ուզածով գնացին, իրանց մտքի ցանկությամբ գնացին, այդպես է խոսքը ասում, ոչ թե իմ խոսքով գնացին, եւ գրված է հետ գնացին ոչ թե առաջ։ Դուք հիշում եք, ոնց ասած, որ Տեր Հիսուս ինչ ասեց իր առակների մեջ։ Հիշում եք այդ առակը։ Այդ առակը, որը գրված է Մատթեոս 7:24-ում։ Մատթեոս 7:24-ում այդ առակը լավ գիտեք։ Արդ ով որ այս իմ խոսքերս կլսե, արդ իմ խոսքերս որ լսում է եւ կատարում է, նման է մի մարդու, որ տունը ինչի վրա պատրաստեց, ժառի վրա։ Ժառը դա ամուր է, հիմք ամուր է։ Եվ գրված է ջրերը պիտի կան, ուշադիր եղեք։ Ջրերը պիտի կան, ուզենք թե չուզենք, քամիներներ կգան, ջրերը պիտի բարձրանան, փոթորիկներ պիտի լինեն, մեջ շարժում պիտի լինի։ Բայց մեկը տանը ոչինչ չի կարող լինել։ Եղբայրներ քույրեր, երկրագնդի վրա գալու է փորձությունը։ Հնարավոր չի որ չգա։ Գալու է իր ժամանակին, ովքեր որ սովորաբար մաքուր Աստծո խոսքով են ապրում, ոչ թե մարդկանց հաճի լինելու համար։ Օրինակ դեպքեր կան, գիտեք ինչ են անում հավատացյալները։ Ավելի մատ խորամանկ ձև կա, մտածում եմ որտեղ մեղք չի։ Այսինքն ամուսնու զանգումը չուզում հեռախոսին պատասխանել։ Դեմորասի տանը չի, կնոջն ասի տանը չի, տան է, սուտ կլինի։ Ասում է կնիկ ջան, կանի դուրս գամ մութ պատիեստ դուրս գամ, դուրը փակեմ վերջերջով, ասեմ ամուսինս տանը չի։ Ես էլ մի հատ խորամանկ քայլ է։ Կան, որ ասեմ չի եղել, սուտ կլինի։ Եղբայրներ քույրեր,
Հիմա որ տան մեջ ասի, ես էլ մի ուրիշ նոր սուտ ստի բան է, ասենք նոր հնարք է։ Ասա որ տանը չի։ Եղել են դեպքեր սովորաբար հավատացյալ քույրեր, որոնք արթուն քույրեր են, ամուսների կանգնած դեմ են կանգնել, թե անավալին թե հավատացյալ։ Ես այդ բանը չեմ անի։ Ամուսին ջան, ես սուտ չեմ խոսի։ Այն որ ասում 1000 քո նման լինի, ես երբեք այդ կեղծիկին չեմ գնա։ Ես մի քանի դեպքեր ուզում եմ հիշեցնել։ Ինչն է պատճառը, որ հավատացյալները օգուտի համար ամեն քայլի դիմում են։ Ինչ են անում։ Եղել է դեպք տվել է $5000, որպեսզի երեխային բանակից ազատի, փողնել են կերել, տղային էլ բանակ են տարել։ Եղբայրներ քույրեր, մենք ամեն ինչ մեջ փորձվում ենք։ Կաշառ կլինի, էս կլինի։ Իսկ մենք պետք է կանգնենք ճշմարտության համար։ Եղել է գումար մուծելու տեղ, որ եղել է տայներ առաջ եղել է, այդ բանը որտեղ ասենք որ կասան որ մուծում են, ասենք վերջերջով այսինքն ռուսի փողը, բանի գազի, աշխատողն ասել է ինչ այդքան փող ես մուծում։ Այդքան պետք չի։ Ես քեզ կգրեմ, քիչ կգրեմ։ Մի մասը թողնես ինձ, մի մասը ինձ։ Այդ հավատացյալ եղբայրը լուսամուտից այդ կլոր լուսամուտից ասում է ես հավատացյալ եմ, ես Աստծո զավակ եմ, այդ բանը երբեք չեմ անի։ Այդ անձավորությունը քիչ մնացի ատորի վրայից ընկնեցած։ Եղբայրներ քույրեր, հրապուրանքներ այսօր շատ կան, գայտագությունները շատ կան։ Ունակ դեպք եղել։ Մեկ էլ հավատացյալը գնում է ոնց ասած որ թոշակը ստանա, դնում է թոշակը կրկնակի բարձր թոշակ է։ Ինքն էլ պարտքեր ունի։ Օ, շատ լավ է։ Ինձ զանգեց։ Հետո մեկ էլ մյուս ամիս ավելի շատ, 100,000-ից ավելի է։ Իսկ ի՞նչ լավ բան է։ Ոնց որ ասած գիտեք ինչ է նման է։ Մտածելով որ սա ջուրը բան է բերում։ Ես դոլարներ է բերում, բան է բերում։ Ասում եմ եղբայր ջան, ասում եմ, գնա, անկես խոստովանվի, վաղ էդի քեզնից պետք է քաշեն, կանչել են Դադաստանի, շփոթվել են, ինչ որ բան գրել են քանով։ Դա չի նշանակում որ գիտեք ինչ Աստված օրհնեց։ Աստված կեղծիկը չի օրհնում։ Աստված ուրիշին չի օրհնում քեզի բերելու։ Շփոթություն եղել ինչ որ բան կպատկած հաշվի համար վրա փողին ուղարկել։ Եղբայրներ քույրեր, մենք փորձվում ենք։ Հնարավոր չի եղել գնացել եք առևտուրանելու ձեր որտեղ կանուտ է, ավել փող է տվել։ Բերել եք հաշվել եք ավել է։ Օ, ինչ լավ բան է, լավ բան է։ Ես ինչ լավ օգուտ ունեցա։ Գնա դավանիր։ Եթե չգիտեմ որ դու հավատացել ես դավանի, որ ինձ ավել ես տվել։ Ինձ այդ փող ինձ պետք չի։ Այդ փողը հարամ փող է, չեմ ուզում։ Այդ իմս չի։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, կգնադի չի գնա դա իր գործն է։ Իմ աղաչանքն է։ Գալու է ժամանակները։ Եկեղեցին փորձվել է պետք է փորձվի։ Հայտության մեջ որ կարդում ենք, տեսեք ինչ ասում։ Հայտության մեջ որ կարդում ենք, կարտած գրեցեք ձեզ մոտ 22:8, Հայտություն 22:8։ Հայտություն 22 գլուխ 8-րդ խոսք եղբայրներ քույրեր։ 22 գլուխ 8-րդ խոսքը պետք է նորից եմ կարդանք ինձ համար եւ ձեզ համար։ Այսպես է գրված։ Ու ես Հովանեսս լսեցի ու տեսա այս բաները, ու երբ լսեցի ու տեսա, ընկա որ երկրպագություն ունեմ այն հրեշտակի ոտքերու առջև, որ այս բաները ինձ ցուցներ։ Հրեշտակի ոտքերու առջև, որ այս բաները ինձ ցուցնում էր, այս ցույց էր տալիս։ Եվ ասավ ինձ. զգուշացիր, մեներ, վասնց ես քոքին եւ քո եղբայրներուդ մարգարեներուն եւ այս գրքի խոսքերը ուշադիր եղեք պահողներուն ծառայակիցնեմ։ Այս գրքի խոսքերը պահողներու ծառայակիցնեմ։ Եղբայրներ քույրեր, այո, թող Աստված օգնի եղբայրներ քույրեր, հայտության քշում եք որ գրված է առաջի 3, հայտություն առաջի գլուխ 3-րդ խոսքը, առաջի գլուխ 3-րդ խոսքը, Իրանի անոր, Իրանի է տալիս, անոր որ կկարտա, եթե սովորք ովքեր չեն կարդում, այդ երանություն իրան չի վերաբերվում։ Իրանի ձեզ երիտասարդ, որ ամեն օր սուրբ գիրքը կարդում եք։ Իրանի այն հավատացյալին, որ ասում է կարդում է, անոնց որ կլսեն, որոնք ուշադիր են լսում, հոժարությամբ են լսում, երրորդը, այս մարգարության խոսքերը կպահեն, ինչ որ անոր մեջ գրված է։ Եվ ոչ թե լսում են, պահում են այս մարգարության խոսքերը, որովհետև ժամանակը մոտ է եղբայրներ քույրեր։ Տեր օգնի, որ մենք հնազանդ զավակների պես լինենք, հնազանդվենք Աստծո կամքին, ովքեր ինչ գայտագություն կդնեն մեր առջև, ինչ որակայտներ կդնեն մեր առջև, խոսք ունի զորություն եղբայրներ քույրեր։ Մի հատ եղբայր
ժամանակին, որ ապաշխարում ենք եղել մա զինվորական սպա, դեռ կոմունիստների ժամանակ։ Իրան ղեկավարությունը խորտակցում են, մտածում են ոնց անենք, որ իրան հավատքից հետ դարձնենք։ Կանչում են իրանց խորհրդի, ասում են, գիտես ինչ ասում են։ Մենք որոշել ենք քեզ քո պաշտոնը բարձրացնենք։ Զվանին բարձրացնում ենք, աշխատավարձը մեծացնում ենք։ Ասում է, ինչ է որոշել։ Որոշել ենք քեզ կվարտիրայով բավարարել, նոր կվարտիրա տալ։ Եվ որոշել ենք քեզի մեքենա այլ նվիրել։ Նպատակը միայն, որ դու հավատքից հետ կանգնես, որ լավ բան չի սա, որ դարձել ես հավատացյալ։ Այդ եղբայրը գիտեք ինչ է պատասխանում, ասում է, տինամ, մի բան էլ ասեմ, տինամ, եդել կանեք։ Իա մտածում են, ինչ ասի, կանենք։ Ասում են, կարող եք հավիտնական կյանք տալ։ Ոնց հավիտնական կյանք։ Մենք հավիտնական կյանք ոնց կարող ենք տալ։ Մենք գիտենք, որ ժամանակավոր ենք ապրում երկրի վրա, բայց ինձ Տեր Հիսուսը ինձ հավիտենական թագավորություն է խոստացել, երկնային արկայություն, որը դավիթենական է։ Եղբայր քույրեր, որտեղ դե ես նրան եմ պաշտում։ Ամեն բանի մեջ կան գայթակղություն, երիտասարդներ գայթակղությունները շատ չեն, քիչ չեն հիմա երկրի վրա։ Որոգայթները քիչ չեն։ Առակացի մեջ հիշում եք ինչ է գրված 7-րդ գլխում։ Նրա կործանված մարդիկ զորավորներ են։ Կործանված մարդիկ զորավորներ են, որոնք մավան շտեմարանները քիչն են։ Եղբայրներ քույրեր, ոնց հրապուրեց այդ երիտասարդը տղային, ոնց հրապուրեց, ինչ խոսքերով, ինչ գեղեցիկ խոսքերով, ինչ հրապուրանքներով գրված ինչպես արչառը մորթվելու է գնում, սպանդանոց գացող արչարի պես, պատժվելու գացող հիմարի պես կերտար, ու չգիտեր, որ իրա հոգու համար է լարված, չի ասում մարմնի համար, չգիտի, որ ինքը հոգու համար է լարված, և գրված են նրա կործանված մարդիկ զորավորներին, եկեք նայեք հին ուխտը, Սամսոնի նման մեկը, ինչպես պատկացած աղրում էին, ամբողջ հավաքվել են տոն են կատարում, եղբայրներ քույրեր, Դավիթի համար, Սողոմոնի համար, երկու անգամ անձամբ Տերը խոսել էր Սողոմոնի հետ, երկու անգամ, բայց գնաց կռապաշտության, հələ պատկաց ինչքան կանայք ուներ ու ամեն կանոջ կին իրա կուրկ ուներ, գնաց ցած երկրպագություն անել, վերջը սարսափելի եղավ Սողոմոնի համար, զորավոր մարդիկ են եղել, իմաստուն մարդիկ են ընկել, ինչի համար, որովհետև նրանք խոսքը չպահեցին մինչև վերջ։ Թող Աստված օրհնի մեզի, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ինչպես ինգրված է, ես եմ ալֆան եւ օմեգա, սկիզբ է վերջը։ Նա ծառավին է ջուր տալիս, կինա ջրախբերից։ Նա հաղթողին պսակ է տալիս։ Նա ասում է 7 եկեղեցում ասում է, ով որ հաղթի, նա պիտի ժառանգի։ 7 եկեղեցում բոլոր խոսքերը գրված են։ Նա որ հաղթի, նա պիտի ժառանգի, նա պիտի պսակ ստանա։ Եղբայրներ քույրեր, դրա համար թող Աստված օգնի, որ մենք միշտ Քրիստոսով հաղթող դուրս գանք։ Ամեն պարագայի մեջ, ամեն որոգայթներ որտեղ որ կան, որ մենք պիտի Տիրոջ խոսքը գետի չգցենք։ Ովքեր որ Տիրոջ խոսքով կանգնած են, Սատանան չի կարող նրանց ոչինչ անել։ Մի դեպք էլ պատմեմ, որոնց հավատքը դու զորավոր լինի։ Մի հատ նորադաց քույրիկ ինչքան առողջ հավատք ուներ։ Առողջ հավատք։ Սատանայի որոգայթները քիչ չեն, գիտեք ինչ։ Նա այնքան փորձ ունի, ովքեր արտուն վիճակ չունենան գնում են։ Ես քույրիկ եկել եմ մոտես խոստովանության, գնացել էր տուն։ Սատանան մոտեցել էր իրան։ Ասել էր, գիտես քո մեղքերը, գիտես որ քո մեղքերը ներված չեն։ Ինք ածամից է պատմել, ուրիշի չեմ լսել։ Եկավ ասեց մամկո եղբայր ասում է, ես ծնկի եկա ասեցի Տեր Հիսուս, ես շնորհակալ եմ քեզանից, որ դու մեղքերը ներել ես։ Այդ քույրիկն էլ մի հատ թղթի վրա նստել էր գրել էր, մանրամասորին գրել էր, որ մի բան հետո չի ասի, որ ես հիշեցի։ Լրիվ ինչքան կա աշխարհում, ինչքան մեղքեր կար, գրել է վերջերջով այն սանդը մեղքերը։ Մեկ էլ Սատանան նորից խոսել իր այդ, մոտեցել էր։ Ասել էր հələ բացեն սումքետ։ Տեղնել է ցույց տվել, լավ գիտի։ Այն թուղթը հանի, ուշադիր եղեք։ Այն թուղթը հանի նորից քո մեղքերը մեկ կարտա, այսինքն բարձր կարտա։ Ես ասեմ, որը ներվել է, որը չի ներվել։ Զգում եք, ինչ խորամանկ է։ Խորագիտությունը Տիրոջից է, խորամանկությունը Սատանայից է։ Եկեք հանգա տեղերը չփոխեք։ Խորամանկ ձևով մոտեցել է մեկ կարտա, ասում եմ ես ասել, «Յա, այդ թուղթը քեմ պայել մոտես»։ Պատրեցի, թափեցի զիբիլի մեջ, ծնկեք ասեցի Տեր Հիսուս, ես շնորհակալ եմ, որ դու իմ բոլոր մեղքերը ներել ես։ Զգուշ եղեք, ինչպես վրեժ եղբայրը շատ անդրադառնում, հավատքը տանում է հաղթության։ Եղբայրներ քույրեր, մտքերը կգան։ Հենց տեղ տվեցիր, մեր Գևորգ եղբայրը ասում է, Սատանան սամասվալ է բերում արդեն։ Մեծ մեքենաներով է բերում, այնքան շատ մտքեր։ Տեղ մի տվեք, հավատք օգտագործեք։ Անկեղծ եղեք Տիրոջ առջև, հասո խոսքով ապրեք, սիրեք Տիրոջ իր խոսքը, հաղթությունը ինքն իրան կգա, համաձայն եք ինքն իրան կգա։ Ինչի է գրված,
Առաջ երկնայինը խնդրեք, մնացածը կտրվի։ Կարող է դու չխնդրես էլ, կարող է դու մի քիչ թույլ ժամ խնդրես, կգա դա, բժշկությունը կգա հետևից։ Երկնայինը որ եկավ, հետևից օրհնությունը կգա, բժշկությունը կգա, երբ որ դու ձգտում ես երկնայինը Տիրոջ հետ լինելը։ Դրա համար խնդրում եմ ձեզի, եղբայրներ, քույրեր, ով ինչ կասի, չի ասի, մենք փորձվում ենք։ Մի դեպք էլ պատմեմ։ Տերը մեզ էլ է փորձում։ Ասո մարդը գնաց Բեթելում, հիշում եք թագավորը, որ թագավորն էր։ Զոհասեղանը պատրաստված իր կռապաշտություն էր անում։ Եվ մարգարեացավ։ Ով սեղան, կգա ժամանակը, այդ սեղանի վրա մարդկանց ոսկորները պիտի այրվեն։ Մեկը թագավոր ասեց, բռնեք հələ դրան։ Հələ բռնեք մի հատ, դինամ էդով է։ Էդով էս բան է ասում։ Եվ ձերքը չորացավ թագավորի։ Նշան եղավ։ Մեկը թագավորը ասեց, ինչ կլի, դու ասում մարդ ես, աղոտ կարեմ ձերքը նորից գա։ Թե չէ ձերքը չորացած պիտի անդադ ման գար, այսինքն չորացած։ Այդ թագավորը ձերքից պիտի գիտիր, ինչ անարգալից բան է։ Եվ աղոտ կարեց վերադարձավ։ Ասեց, արի քեզ պատիվ տամ, արի քեզ հյուրասիրեմ, եւ ճանապարհ դնեմ, ասեց ոչ։ Ինձ Աստված ասել է, որ ճանապարհը որ գնաս, այդ ճանապարհով հետ չգաս։ Ոչ միտեղ ոչ հաց ուտես, ոչ ջուր խմես։ Չի նշանակում ինքը սով, ինքը իր այդ կերակուր չեր վերցրել։ Իր այդ կերակուր անպայման պետք է վերցած լիներ։ Բայց Տերը թույլ տվեց փորձվել։ Մեզ էլ Տերը փորձում։ Այն Աստվածը, որ մեզ այդ ավետարանով խոսում է, եթե մեկը բերում է ուրիշ բան ասում, եղբայրներ, քույրեր, ավետարանը ամենտեղ նույնն է, համաձայն եք։ Ամենտեղ նույնն է, չի փոխվում։ Չի փոխվում։ Մարդիկ փոխվում են, ամեն բան փոխվում է։ Եվ ինչ եղավ։ Մի հատ մարգարեկը իր որդիները գնացին հորը պատմեցին։ Ասեց որ ճանապարհով գնաց, եկավ խապեց։ Տերը թույլ տվեց, առանց Տիրոջ թույլ չավոճան, ոչ թե Տերը թույլ տվեց սուտ խոսելու այդ, այլ ասենք Տերը թույլ տվեց փորձելու։ Ասեց ինձ հրեշտակը երևաց, ինձ հրեշտակը երևաց։ Ասեց գնա այդ ասում մարդուն ասա, որ պիտի գայմ տունը հաց ուտի ջուր խմի։ Խելոք լսեց հնազանդվեց։ Դեռ բերանում հացը վերջացրել ուտելու, Աստված այդ մարգարին խոսեցնել տվեց։ Ասեց քո մարմինը, քո հայրի գերեզմանը չպետք թաղվի, քեզ պիտի խփեն առյուծը, դու պիտի մեռնես, այդպես էլ եղավ։ Ճանապարհին առյուծը խփեց, հրամանը երկնքից էր։ Խփեց, բայց չոշոտեց։ Ավանագիներ ձեր տվեց առյուծը, այնքան նստավ կողքը պահագություն արեց, միջև այդ մարգարին իմացավ, եկավ իր մարմինը, վերցեց տարավ թաղեց։ Մի հատ ավանագին էլ չկպավ։ Հրամանը երկնքից այդքան էր տրված։ Ինչի համար։ Աննազանդություն արեց։ Եղբայրներ, քույրեր, ես մի բան կարող եմ ասել, երիտասարդ հավատացյալ քույրիկներ, երբեք չխափնվեք, որ անկարծ մի հատ երիտասարդ կմոտենա կասի, ես իրազ եմ տեսել, տեսիք եմ տեսել, երկու տարերկա կան իրար, կպան մենք իրար հետ պետք է ամուսնանանք, հրեշտակին ձեր եկավ ասեց, պետք է անպայման ինձ հետ ամուսնանալ։ Այդ քույրիկն էլ չի ուզում ամուսնանալ, կամ իր մեջ հես սրտում չկա։ Խառնվում իրար, վայ, կարողա Տիրոջ աննազանդ լինեմ։ Կարողա Տիրոջ աննազանդ լինեմ, շատ է դենց է խափնվել։ Մի հատ երիտասարդ գիտեք ինչ էր եղել, ջրում մկրտված չէր։ Աղոտ կերար Տեր ասել էր ինձ մի հատ բաներ դու իշխանություն դու անենց աղոտներ անեմ, որ մարդիկ բժշկվեն, հրաշներ լինի, որ ես քույրիկը տենա ու համաձայնվեց այդ ամուսնանալու։ Ու ընկել է սատանը ներգործության տակ։ Ուժեղ հարձակման տակ էր ընկել։ Եղբայրներ, քույրեր, ուշադիր եղեք։ Դուք ընդամենը հնազանդվեք Աստծո խոսքին, օրհնություն ինքն իրան կգա։ Եվ ասում եմ, եթե դուք հնազանդվեք, միթե պատուհանները չեն բացի։ Չի ասում փոքրիկ անցքեր կբացեմ, պատուհանի երկնային, գիտեք, երկնային պատուհանները, սենց պատուհաններ չեն։ Երկնային պատուհանները չափ ու սահման չկա, օրհնությունը կթափեմ ձեզ վրա։ Իմ աղաչանքն է, խնդրում եմ ձեզ, ամեն ինչի մեջ հնազանդվեք Աստծո կամքին։ Եթե ձեր ամուսինները կան, որ անավատ են, ամեն ինչի մեջ հնազանդվեք, որ Աստծո կամքն է, դրա համար ասում է Տիրոջ շմով հնազանդվեք կանայք։ Ձեր ամուսներին Տիրոջ շմով, եթե մի բանը, որը Տիրոջ խոսքով չի, ասա ամուսին ջան, ես այդ բանին չեմ հնազանդվի։ Ես այդ բանը երբեք չեմ անի։ Եթե ինձ էլ բաց թողնես, բաժանվես էլ, ես այդ քայլին չեմ գնա։ Ես այդ մեղքին չեմ գնա։ Եղբայրներ, քույրեր, այստեղ Տիրոջ օրհնությունը գալիս է քույրիկի կյանքի մեջ։ Իմ աղաչանքն է, կարևոր է։ Նույնիսկ նորից եմ ուզում անդրադառնալ, եթե ուզում ենք որպես Տիրոջի շնորհ ստանանք, ահա Տիրոջ խոսք անարգեցին այլ անոսկով, ինչ իմաստություն կմնա, ինչ իմաստություն կարող առաջանալ։ Թող Աստված օգնի, եկեք խոնարհվենք Տիրոջ առջև։ Եկեք խնդրենք, որ Աստված իրոք որ մեր հավատքը զորացնի, որ մենք լինենք լուրջ հավատացյալներ, հնազանդ զավակներ։ Հնազանդ են նրանք, ովքեր որ խոնարհվում են հնազանդ Տիրոջ խոսքին։ Երբեք սովորաբար մայրեր, եթե ձեր երեխաները անհնազանդ են, դուք երբեք այդպիսի երեխաներին չեք կարող ասել լավ եք անում։ Այն ինչ լավ, արի ճակատը պատճեն, որ դու ինձ աննազանդ ես։ Աստված երբեք այդպիսի բան չի կարող ասել աննազանդին։
Նրանց է օրհնում, որոնք որ ամեն ինչի մեջ հնազանդվում են իր ամեն խոսքին։ Այնտեղ չկա փոքր խոսք կամ մեծ խոսք։ Բոլոր Տիրոջ խոսքերը դրանք պետք է մենք բոլորին հնազանդվենք։ Չասեք, էսի կարևոր, էսի կարևոր չի։ Մարդու խոսքերը կարող են կարևոր չներ, բայց Աստծո բոլոր խոսքերը կարևոր են, օգտավետ են, որը տալիս է իմաստություն, տալիս է խոնարհություն, ոտքերին ճրակ է, շավիղներին լույս է, ովքեր որ հնազանդում են Աստծո խոսքին։ Իսկ գրված իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է։ Տիրոջ երկյուղն է։ Թող Աստված օգնի, որ եղբայրներ քուրեր այդպես հավատարիմ մնանք միջևերջ, որ Տիրոջ խոսքը գա եւ մեզ ասի՝ բարի եւ հավատարիմ ծառա, որ դու քիչ բանի մեջ, այսինքն փոքր բանի մեջ հավատարիմ եղար, քեզ պիտի մեծ բանի վրա կեցնեմ, մտիր քո Տիրոջ ուրախության մեջ։ Աղոթ կանենք։